Անունս Արմենուհի Խաչատրյանն է, 73 տարեկան, միջնադարյան արվեստի պրոֆեսոր թոշակառու, 52 տարի փնտրել եմ Խոսրովանուշ վարդապետուհու ստորագրությունը։ Իմ մայրը, որը մահացավ 1987-89 տարեկանում, թողեց ինձ 87 էջանոց օրագիր ասած, կարդա, երբ կարողանաս տեսնել անտեսանելին, ես հասկացա միայն երեկ, երբ թոռնուհիս, Լուսինեն, բերեց լամբ։ Մոր գրվածքը փայլեց մանուշակագույն մատխազա, 1399 թվական 87 գույներ արյան մեջ 87 աղոթքներ քարի տակ գտիր Էջմիածնի Աստվածածին 1458 ամեն մանրանկար երկու դեմք ունի։ Ես գիտեի այդ ձեռագիրը 45 տարի առաջ ուսումնասիրել էի որպես երիտասարդ հետազոտող, բայց այն ժամանակ չունեինք տեխնոլոգիա, հիմա ունենք։ Տարա Լուսինեին դեպի Էջմիածնի թանգարան, մեր ընտանիքը 3 սերունդ ծառայել է այս ձեռագրերին, ինձ թույլատրեցին վերլուծություն։ Սպեկտրալ սկանավորումը բացահայտեց ճշմարտությունը, Աստվածածնի ականջը պարունակում էր 87 պիգմենտների շերտեր, յուրաքանչյուրը հաստությամբ մազի 30-րդ մասը անհնար էր 1980 ականներին հայտնաբերել։ Յուրաքանչյուր շերտում միկրոսկոպիկ գրություններ առաջին 12-ը վերցանեցինք իմ նախկին ասպիրանտի, Դավիթ Սարգսյանի օգնությամբ, նա այժմ Քիմիայի ինստիտուտի տնօրենն է։ Դավիթը ցնցված էր, պրոֆեսոր Խաչատրյան, սրանք դեղագործական բաղադրատոմսեր են, բանած 7-ը բուժում է նյուրոլոգիական ցնցումները, փորձարկեցի in vitro, 73% արդյունավետություն։ Հիշեցի մոր խոսքերը, կանայք միշտ գաղտնի են պահպանել գիտելիքը, քանի որ բարձրաձայնը արգելված էր։ Հետադարձ մտածեցի 1386 թվականին կանայք չէին կարող դառնալ վարդապետներ, բայց ես գտա փաստաթուղթ Հոռոմ կաթողիկոսարանի արխիվում, 1973-ին ուսանողական տարիներիս նամակ Խոսրովանուշ կինն, որը ապօրինաբար մանրանկարում է, պետք է դադարեցնել, սակայն նրա ձեռքը աստվածային է, թող շարունակի գաղտնի։ Այն ժամանակ չհավատացի, կարծեցի, սխալ կարդացի միջնադարյան գրվածքը, բայց հիմա, 52 տարի անց, ապացույցը դիմացս էր։ Ստեղծեցի քարտեզ մոր օրագրի 87 կետերից ամեն վանք, որտեղ անհայտ մանրանկարիչը գործել էր 1386-1399 թվականներին անի, տատ, Սանահին, Հաղպատ, Գանձասար, երբ միացրի ես ժամանակագրության, ստացվեց հայերեն տառ, ինչ։ Խոսրովանուշ, ինչ նույն արմատը։ 52 տարի պրոֆեսոր լինելուց հետո վերջապես հասկացա, սա ոչ թե պատահականություն էր, սա ստորագրություն էր, գրված աշխարհագրությամբ։ Սկսեցի որոնել մնացած ձեռագրերը, Տաթի ավետարանը, 1392 թվական, 87 շերտ, Սանահինի ժամագիրքը, 1395, 87 շերտ, յուրաքանչյուրը պարունակում էր բաղադրատոմս։ Դավիթի թիմը վերցանեց 43 բանածը։ 17 կարմիր օխրա իրիս 1000 հակաբակտերիալ։ 34 մալախիտ նուր եղինջ հակավիրուսային։ 58 ինդիգո նարդոս անծանոթ բուսա հակաուռուցքային։ 87 ոսկեփոշի նեխուր արարատյան խոտ, նյուրոդեգեներացիայի դեմ։ Վերջին բանածը հատուկ էր բույսի նկարագրությունը, Արարատի 3200 մ բարձրություն, ծաղկում է լիալուսնին, քառակի խաչած։ Ինձանից 50 տարի փոքր կենսաբաններն ասացին, անհնար է, բայց ես հիշում էի մոր պատմությունները, նրա մայրիկը, իմ տատիկս, հավաքել էր այդ խոտերը 1910 ականներին Արարատի լանջերում։ Արշավախումբ կազմակերպեցինք, իմ 73 տարիքում բարձրացա 3200 մետր, բժիշկները արգելել էին, բայց 52 տարի սպասելուց հետո ոչինչ չէր կարող կանգնեցնել։ Գտանք բույսը Triticum fusarianum, կենսաբանները ցնցվեցին, պրոֆեսոր, սա նոր տեսակ է, պարունակում է ալկալոիդ, որը կարող է վերականգնել նյուրոնները։ Սինթեզեցինք բանած 87-ը, փորձարկեցինք Ալցհեյմերով բջիջների վրա, 81% վերականգնում։ Ֆարմաստիկական ընկերություններ առաջարկեցին $200 միլիոն, իմ համալսարանը ճնշում գործադրեց ստորագրելու համար, պրոֆեսոր Խաչատրյան, մտածեք թոշակի մասին, ձեր ընտանիքի մասին։ Բայց հետո կարդացի մոր օրագրի վերջին էջը և տակ երրորդ շերտ, Մատխազագյուղ Խոսրովանուշի գերեզման 87 քարանձավ վերջին հաղորդագրությունը, մինչև պետք է ազատ մնան։ Մատխազան այսօր թուրքական տարածք է, բայց 1970 ականներին մայրս գնացել էր, նա գաղտնի խոստովանեց, գտել էր գերեզմանը, բայց չէր կարող բանալ սովետական ռեժիմի ժամանակ։ Ես գտա նրա նկարները 1973 թվական, սպիտակ լուսանկար, քարե շիրիմ, արձանագրությամբ Խոսրովանուշ, 13621399, 87 գույն փայլեցրեց, 87 հոգի փրկեց։ Դիվանագիտական ճանապարհներով հասանք վայրը, միջազգային հանձնաժողով, պեղումներ, 8 մետր խորությամբ գտանք 87 կավե խողովակ։
Յուրաքանչյուրը պարունակում էր չորացած պիգմենտ մագաղաթ, գրված արյունով դնե անալիզը հաստատեց Խոսրովանուշի արյունը։ Վերջին մագաղաթը կարդացի բարձրաձայն ես չեմ կարող ստորագրել իմ անունը կին եմ բայց Աստված տվեց ինձ ձեռք այս 87 գույները իմ ձայնն են թող 87 սերունդ օգտագործեն ազատ գույնը աղոթք է, բուժումը սեր է։ Փակեցի բոլոր կորպորատիվ գործարքները ստեղծեցի Խոսրովանուշ հիմնադրամ բոլոր 87 բանաձերը open source արդեն 31 երկիր սինթեզեցրել է բանաձ 58 հազարավոր հիվանդներ բուժվում են անվճար։ Իմ մայրը սպասեց 89 տարի ես 73 բայց Խոսրովանուշը սպասեց 625 տարի, մինչ նրա ձայնը լսեցին։ Այսօր իմ թոռնուհին Լուսինեն շարունակում է աշխատանքը նա 28 տարեկան է, նույն տարիքը, երբ ես սկսեցի որոնումները 1971-ին 3 սերունդ կանայք 3 սերունդ գաղտնիք։ Երբ հարցնում են ինչու չպատենտավորեցինք, ցույց եմ տալիս Խոսրովանուշի վերջին խոսքերը, գույնը պատկանում է լույսին, լույսը բոլորին։ 52 տարի պրոֆեսոր 73 տարի կյանք բայց իմ ամենամեծ աշխատանքը 3 ավարտվեց Խոսրովանուշ վարդապետուհին այլս անանուն չէ։ Նրա 87 գույները այժմ փրկում են կյանքեր 87 երկրներում, սա իրական անմահություն է։ Վերջ։ Ծանոթագրություն պրոֆեսոր Արմենուհի Խաչատրյանը Խոսրովանուշ վարդապետուհին Մատխազագյուղը հորինված են բայց միջնադարյան հայկական մանրանկարչության արվեստը բազմաշերտ պիգմենտների տեխնիկան իրական են։